Սուրբ երրորդությունը հին կտակարանում։ Շատերը կարծում են, թե Սուրբ երրորդության ուսմունքը միայն նոր կտակարանում է հայտնվում, բայց իրականում դրա ակնարկները կան նաև հին կտակարանում։ Ամենահետաքրքիր հատվածներից մեկը գտնվում է Եսայի մարգարեի գրքում։ Այստեղ խոսողը ասում է. «Մոտեցեք ինձ եւ լսեք այս. հենց սկզբից ես ոչ գաղտնի խոսեցի եւ ոչ էլ ինչ-որ խավար տեղում։ Երբ դրանք կատարվում էին, ես այստեղ էի, եւ այժմ Տերն ինձ ուղարկեց, Տերը եւ նրա հոգին»։ Սա շատ զարմանալի ձևակերպում է։ Այս համարում խոսողը խոսում է որպես Աստված, բայց միաժամանակ ասում է, որ Տերը, կամ ինչպես բնագրում է գրված Յահվեն, ուղարկեց իրեն եւ Յահվեի հոգին։ Այսինքն, այստեղ տեսնում ենք երեքը միասին։ Խոսողը Յահվեն է, ուղարկողը նույնպես Յահվեն է եւ նրա հոգին, այսինքն Սուրբ Հոգին։ Սա հենց այն կառուցվածքն է, որը նոր կտակարանում բացահայտվում է որպես Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Եկեղեցու հայրերի եւ ժամանակակից աստվածաշնչագետերի մեծ մասը այս հատվածը հասկանում է որպես Սուրբ երրորդության ակնարկ հին կտակարանում։ Աստված այստեղ միաժամանակ մեկ է, բայց խոսում է հարաբերության մեջ։ Սա ցույց է տալիս, որ Սուրբ երրորդությունը նոր գաղափար չէ ձևավորված միայն նոր կտակարանում, այլ աստիճանաբար բացահայտված ճշմարտություն։ Նոր կտակարանում այն դառնում է հստակ, բայց նրա արմատները արդեն տեսանելի են հին կտակարանում։